Բարև ձեզ։ Տարբեր թեմաների հետ կապված անցնող օրերի ընթացքում մի քանի անգամ առիթ ունեցանք լսել Արցախի և արցախցիների հետագա ճակատագրի հետ կապված հարցադրումներ։ Առաջնայիններից մեկն այն է, թե ով և ինչպես պետք է ներկայացնի արցախցիներին, ով և ինչպես պետք է պայքարի արցախցիների իրավունքների համար։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը հստակ է. Երևանը Արցախի հարցը համարում է փակված, բռնատեղահանված արցախցիներին էլ կոչ է անում ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և մշտական բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ 2020 թվականից հետո, իսկ ավելի սուր 2023 թվականից Արցախի ամբողջական հայաթափումից հետո օդում կախված է մնում հարցը, թե ով և ինչպես է ներկայացնելու Արցախի թեման։ Պաշտոնական Երևանը դա չի անում, արձանագրենք բազմիցս հայտարարվածը և անցնենք առաջ։ Արդյոք Արցախի թեման կարող են օրակարգում պահել Արցախի ներկայացուցիչները։ Հնարավոր է փորձեր կարվեն, հնարավոր է այսօր էլ դա արվում է, բայց այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան։ Արդյոք Արցախի հարցը համարվում է հայ դատի օրգանական մասը, թե հայ դատի օրինակով կառույցների մի ցանց էլ պետք է ստեղծվի Արցախի պարագայում։ Ովքեր կլինեն այդ կառույցի ներկայացուցիչները, ում հաշվետու կլինեն նրանք։ Սրանք հարցեր են, որոնք ըստ էության անպատասխան են մնում նաև այսօր։ Անպատասխան է մնում նաև հարցը, արդյոք սխալվելու դեպքում պատասխանատվություն ստանձնող լինելու է։ Չնայած վերջին հարցն ավելի շատ հռետորական էր։ Առ այսօր ոչ մի հայ գործիչ Արցախի հարցում իր թույլ տված սխալների համար պատասխանատվություն չի կրել։ Առանց երկար պատմելու պարզապես թվարկեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը վտանգի մասին գիտեր, հայտարարեց այդ մասին, բայց փաստացի ետ քաշվեց ու հրաժարական տվեց, առանց հարցը լուծելու։ Ռոբերտ Քոչարյանը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այսօր երազանքի փաստաթուղթ է համարում, փաստացի Արցախին բանակցությունների սեղանից դուրս թողեց, իսկ իր հաջորդին էլ թողեց չլուծված հարցի ծանրությունը։ Սերժ Սարգսյանն էլ բանակցեց ու հեռացավ Արցախի հարցը ժառանգելով Նիկոլ Փաշինյանին, որին այսօր ամենավերջին բառերով է անպատվում, բայց որին կարելի է ասել առանց պայքարի տվեց իշխանությունը, փաստացի նրան վստահելով նաև Արցախի ճակատագիրը։ Փաշինյանն էլ լուծեց, Արցախը Հայաստան է և վերջից մինչև Ղարաբաղյան շարժման էջը փակված է, հայտարարությունները արվեցին 5 տարվա ընթացքում։ Արդյունքը Արցախի ամբողջական հայաթափումն է, և այս ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը։ Ասեմ ավելին, բոլորն էլ գտնում են, որ իրենք մեղավոր չեն։ Այնպես որ հույս, թե հայտնի մեղավորների անպատժելիության պայմաններում այս անորոշ իրավիճակում արցախյան հարցով զբաղվող ինչ-որ անձիկ կամ ինչ-որ կազմակերպություններ պայմանական, նշանավոր իրավապաշտպան օկամպոներ, շվեյցարացի պատգամավորներ հաշվետու կլինեն կամ իրենց սխալների համար պատասխան կտան, փաստացի չկա։ Եվ հետո ով է պատասխան պահանջողը, որ իրենք էլ պատասխան տան։ Ի դեպ, այս թեմայով արդեն բավական հետաքրքիր նորություններ կան հայը հայի դեմ դրվագներով։ Առաջիկայում հաստատ այդ մասին խոսելու առիթներ կլինեն, մանավանդ թեման դեռ նոր է թափառնում։ Այնպես որ ամուր եղեք, կհանդիպենք։